Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, բոլորից եւս մեկ անգամ։ Այո, ովքեր հենց նոր մեզ միացան, դե ինչ, ինչպես ասում են, իսկ հիմա սպորտային լուրեր։ Հայ մարզիկները կրկին փայլել են միջազգային հարթակներում, պատվով ներկայացնելով Հայաստանը հոկտեմբերի 3-ից 8-ը Լյուքսեմբուրգում կայացած WFMC աշխարհի առաջնությունում, որտեղ միաժամանակ անցկացվում էին կարատեի, քինգբոքսինգի, բռնցքամարտի եւ թեքվոնդոյի մրցաշարեր, Հայաստանի հավաքականը վերադարձավ արժանի հաղթանակներով, այսպես լրատվական ձայնով եմ կարծում։ Ես նկատեցի, գիտես, ես այդպես եմ զգացի հենց։ Այո, իսկ Լոնդոնում կայացած քինգբոքսինգ աշխարհի առաջնությունում մեր մարզիկները նվաճեցին 3 ոսկե, 4 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։ Բրավո։ Իսկ ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են WKO Հայաստանի Ֆեդերացիայի եւ Հայաստանի Հանրապետության Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը, բարի առավոտ, ինչպես նաեւ աշխարհի չեմպիոն Նարեկ Մատինյանը եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Գրիգոր Սաֆարյանը եւ արծաթե մեդալակիր Խաչիկ Խլղացյանը։ Բարի առավոտ, շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում, շնորհավորում ենք այս հաղթական արշավը ավարտելու եւ մեր տաղավարում հյուրընկալվելու համար, շատ շնորհակալ ենք։ Նույնպես շնորհակալ ենք հաղթանակի մեծ լուսաբանելու համար։ Այո, շարունակեք հաղթանակներ կերտել, շարունակեք հաղթանակել աշխարհի տարբեր անկյուններում։ Իսկ հիմա, պարոն Աթանեսյան, ձեզ հետ միասին քննարկենք, թե դուք ինչպես կգնահատեք Հայաստանի հավաքականի ընդհանուր մարզավիճակը Լյուքսեմբուրգում եւ Լոնդոնում կայացած աշխարհի առաջնություններում։ Նշեմ, որ Լյուքսեմբուրգում կայացավ WFMC վարկածով աշխարհի համաշխարհային կազմակերպությունը, որտեղ անցկացվում է տարբեր սպորտաձևերի մարտարվեստների առաջնություն, տևում է մի քանի օր, այդտեղ մենք ունեցանք 8 մարզիկից 4 մեդալ, 2 արծաթ, 2 բրոնզ, ցավոք այդտեղ չեմպիոն չունեցանք, բայց դրանից հետո երկրորդ հավաքականը մեկնեց Լոնդոն աշխարհի առաջնության World Kickboxing օրգանիզացիայի, որի հիմնադիրը Հայաստանում եւ ֆեդերացիայի նախագահ ես եմ, այնտեղ իրականում հավաքականը փայլեց, որովհետեւ ունեցանք 3 ոսկե մեդալ, 4 արծաթ եւ 1 բրոնզ, որի արդյունքում Հայաստանի հավաքականը գրավեց 10 լավագույն երկրների մեջ 3-րդ հորիզոնականը, դա մեր համար մեծ Բրավո, շնորհավորում ենք, դա բոլորիս ծափահարությունների արժանի հաղթանակ։ Այո։ Շատ հետաքրքիր է ինչպես է գնահատում այս տարվա մրցաշարը, բարդությունները եւ մեր մարզիկների պատրաստվածության աստիճանը։ Ուրեմն մարզիկները մինչ մրցաշարերը պատրաստվում են ուսումնամարզական հավաքների, դժվարին մարզումներ են անցկացնում, որպեսզի կարողանան պատշաճ հանդես գան, այլ որ պատրաստի արդեն տեսնում են չեմպիոնի մեդալով եւ այլն, բոլորին թվում է թե իրանք տենց գնացին, հաղթեցին եկան, այո, բայց այդ սևագիրը ոչ մեկ չի տենում, թե իրանք մարզումների ընթացքում ինչպեսի տանջանքների են ենթարկվում։ Դաժան տանջանքներ։ Ես առաջարկում եմ երեխաներին եւս զրույցի մեջ ներգրավեն, քանի որ պարոն Աթանեսյանը խոսեց այդ տանջալից մարզումների մասին, որոնք բերում են հաղթանակի, ես ուզում եմ նախ Նարեկի հետ զրուցենք։ Նարեկ, դուք ինչպես եք գնահատում նախ մարզումները, ինչպես են անցնում մարզումները եւ ինչպես եք գնահատում ձեր հաղթանակը։ Մարզումները լինում են շատ դժվար, բայց մեն արդյունքով կարող ես հասնել չեմպիոնության եւ պետք է լինել ոչ թե երազանք, այլ նպատակ։ Իսկ տեսա՞ր։ Այո, հստակ որոշված եւ ճիշտ պատասխան։ Այո։ Եկեք Գրիգորի եւ Խաչիկի հետ զրուցենք։ Գրիգորը կրկնակի չեմպիոն է եւ մեզ մոտ մեկ անգամ է հյուրընկալվել։ Ես այդ ժամանակ դեռ ստաժավոր են, հա։ Գրիգորը նաեւ անցած տարվա աշխարհի չեմպիոնն է, Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության նույնպես հաղթել է, արդեն 2 չեմպիոնական գոտի ունի։ Գրիգոր, ո՞նց ես դու ընտրել օրինակ հենց այս մարզավոճը։ Որտեւ ես իմ վախեն եմ հաղթահարում։ Փողցովը տոնեմ, ողես ինչ։ Այսպես ես կասեի։ Գրիգոր, իսկ քեզ համար մարզումները ինչպիսին են։ Դու հեշտ են մարզումները, թե ոչ։ Ոչ, բայց ամեն դեպքում պետք են։ Նարեկը որպես ձեր ավագ ընկեր, ես կարծում եմ Նարեկի խոսքի հետ համաձայն եք, չէ՞, որ ասած պետք է ունենալ ոչ թե երազանք, այլ հստակ նպատակ։ Դուք շարժվում եք դեպի հստակ նպատակը, ճիշտ է։ Այո։ Խաչիկ, իսկ քեզ համար Քեզ եւս շնորհավորում ենք, առաջին քայլն արված է, վստահ ենք, որ մենք հաջորդ անպայման ոսկի, բայց կասես, խնդրում եմ, քեզ համար մարզումները ինչպես են։ Դու ինչպես ես։ Շատ լավ է մարզումները, բայց որ այդ դժվար է։
Դժվար է։ Իսկ դու ոնց ընտրեցիր այս մարզաձևը։ Տանը ձեզ ասել են օրինակ ընտրեք շախմատ կամ կարատե, դուք ընտրել եք կարատեն, թե Չէ, ես եմ ասել։ Դու ես ասել։ Այսինքն ընտրության հնարավորություն չես թողել անգամ տանեցիներին։ Մի անգամից որոշել ես ու գնացել ես։ Ես մի բան նկատեցի, սիրելի սենսեյ, որ ձեր սաները ունեն շատ յուրահատուկ դիսցիպլինա, որը կարծում եմ ցանկացած սպորտսմեն եւ հաջողակ սպորտսմեն պարտավոր է ունենալ։ Այդ դասերը ձեր տված դասերն են, թե ուղղակի հատուկենտ ձեր բախտը բերում է եւ ձեր սաները ունենում են այս դիսցիպլինան, այո։ Դարսի պես են սենսեի բախտը չի բերում միշտ։ Որովհետեւ բախտի առումով վերջում եմ կանգնած եղել, բայց սաների առումով իհարկե կարելի է ասել շատ թե ինչ-որ փոքրիկ փակագծեր եք ուզում բաց։ Դրա մասին հետո։ Եթերից հետո անպայման։ Բայց ասեմ, որ եթե արդյունքի են հասնում առանց դիսցիպլինա բացառված։ Դիսցիպլինա հենց մարտարվեստը ինքն իրենով նշանակում է դիսցիպլինա։ Եթե դու ուզում ես հասնես արդյունքի, առանց դիսցիպլինա ոչ մի ասպարեզում չես կարող հասնես։ Դա հենց քո նպատակն է, դա հենց քո կամքի ուժն է, որի շնորհիվ դու կարող ես հասնել։ Մարզումներն են տենց անցնում։ Չկա մի հատ ասենք մի իրավիճակ, որ իրանք իրենց դիսցիպլինայի շեղվեն։ Ենթադրենք մրցաշարից առաջ սննդակարգ պահելը, ռեժիմով մարզումները, ուսումնամարզական հավաքների ժամանակ, երբ որ գնում են Հանքավան կամ Սևան, մնում են օրերով մարզվում են, այդտեղ հենց դառնում են իրանք առանձին ինքնուրույն կազմավորված տղամարդիկ, որովհետև ծնողներից հեռու են, իրենց տեղը ոչ մեկ ոչ մի բան չի անում, իրենք են ինքնուրույն իրենց անկողին հավաքում, իրենք են իրենց, չգիտեմ, իրանց հետևից ամեն դրա համար այս տարիքից սկսվում է արդեն ինքնուրույնության ճանապարհը, որը հենց մարտարվեստի միջոցով երեխաները ձեռք են բերում։ Այ ինչպես է գնահատում Հայաստանի ներկայությունը եւ մասնակցությունը միջազգային քիքբոքսինգի եւ նաեւ առհասարակ մարտարվեստի ասպարեզում, որքանով է կարեւոր սա մեզ համար։ Սա այնքանով է կարեւոր, որ բոլոր երկրները պետք է մասնակցություն ունենան, որպեսզի իրականում լիարժեք կոչվի աշխարհի առաջնություն կամ Եվրոպայի առաջնություն։ Բացի դա, միջև աշխարհի առաջնության հասնելը մենք մասնակցում ենք Կովկասի, Եվրազիայի, Եվրոպայի առաջնություններին, իսկ միջև այդտեղ հասնելը այստեղ ունենք Հայաստանում Երևանի առաջնություն, ակումբային առաջնություններ, մարզային եւ հանրապետական առաջնություն։ Բայց աշխարհի առաջնությունը դա արդեն ամփոփիչ փուլն է, որ թե ինչ ես արել սա տարվա ընթացքում։ Իսկ այս տարվա արդյունքներից ես բավականաչափ գոհ եմ, չնայած ունեինք մարզիկներ, որ նրանք պետք է անպայման չեմպիոնով հետ գային, բայց սպորտային բախտ գոյություն ունի։ Փաստորեն։ Լինում է հենց, որ ուժեղ տղեկը հենց ռինգի մեջ հանդիպում են հենց մարդկանց, որ ենթադրենք թերագնահատելով կամ չգիտեմ, իրանք մեծամտանալով պարտվում են։ Եվ այդ դա նաև կոչվում է տեխնիկա, ինչու ոչ անծանոթ տեխնիկա, որը դե բնականաբար սովորում են եւ փորձում հաջորդ անգամները, պետք է անցնել, ես վստահ եմ, որ մյուս տարի էլ ավելի շատ մեդալներով, էլ ավելի շատ հաղթանակներով։ Դա այնքանով է կարեւոր, որ հաղթանակի դեպքում փորձենք այն հետ մրցումային իրավիճակը իրանց բացատրենք, որպեսզի ոչ մեծամտանան, իսկ ով որ պարտվել է, այնպիսի դասընթացների միջոցով խոսալու, իրենց դաստիարակության միջոցով, որ չհուսահատվեն եւ փորձեն քայլեն ավելի առաջ։ Շատ կարեւոր է նաեւ մարզիչի ձեզ որպես սենսեյ կարեւոր է հոգեբանական աջակցությունը երեխաներին, հատկապես այն երեխաներին, ովքեր որ պարտություն են կրում մրցակցորգի վրա, այդ պարագայում ձեր հոգեբանական աջակցությունը, իսկ ես վստահ եմ, որ դուք առանց դրա անիմաստ է եւ պարտության դեպքում եւ հաղթանակի դեպքում, որտեղ երկուսն է պետք է լինի։ Իհարկե, հիմա նայում ենք ինչքան գեղեցիկ տղաներ են, մեկը մեկից հենց շատ փայլուն պսպղուն աչուկներով եւ վստահաբար պատկերացնում ենք դուք էլ շատ լավ մարդ եք, բայց այն ձեր սենսեյը գալիս է երևի այն խստությունը միանգամից նայում այդ աչքերին, դեռ ուրիշ բան եք տեսնում, ձեզ համար իրանք մարտիկներ են, զինվորներ են ու ամենաառաջնայինը Այկիկենդո սպորտաձևի մասին ենք մենք հիմա խոսում։ Կա հատուկ ուսմունք, որ այդ ուսմունքից բխած եք այդ տալիս այդ դաստիարակչական քարոզները, մեթոդները ձեր սաներին։ Տեսեք, Այկիկենդո կարատեն ճապոնական հիմքեր ունի։ Հայաստանում հիմնադրել եմ 2006 թվականին ես եւ տարբերությունը նշեմ, որ մենք աշխատում ենք մեր հայ մարզիկների հետ, քրիստոնյա մարդկանց հետ, սաների հետ, որոնք վաղը դառնալու են իսկապես զինվոր, իսկապես ազգին պիտանի մարդիկ, որ այսօր
ես նկատում եմ հասարակության մեջ շատ քիչ են, որոնք իսկականից են բոլոր տղամարդկային հատկանիշները ունենում են։ Իսկ այդ հատկանիշները ձևավորվում են հենց այդ մարզումների միջոցով։ Իրանք իրենց լավագույն ընկերներին ընտրում են զալից, հենց մարտարվեստի սրահից, որովհետև մի տեղ քրտնում են, չարչարվում են, նույն նպատակի վրա են։ Հաղթանակների են հասնում, պարտվում իրար հետ գնում են ուրիշ երկրներ, ճանապարհ են գնում, այդ ճանապարհների ընթացքում արդեն ընկերներ են ճիշտ ձևավորվում։ Ու սա շատ կարևոր դաստիարակություն է։ Մանուկ հասակից երեխան պետք է մեծանա հենց մարտարվեստների սրահում, մարտարվեստների դահլիճում, որպեսզի այդ բարոյա հոգեբանական, մարտական, կամքի ուժ ձևավորման այդ սաղ պրոցեսները անցնի, որը ոչ միտեղ չեն ստանալու։ Եվ ամենակարևորը հավելեմ ուժի օգտագործման ճիշտ եւ ամենագրագետ տարբերակն է։ Իհարկե, իրենցից ոչ մի անգամ չարիք չի ստեղծվում, նրանք ոչ միտեղ ասեն կռիվ չեն սկսում։ Նրանք կանխողներն են կամ իրենք այո։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ երեխաներին անդրադառնանք։ Խաչիկ, ինչ երազանքներ ունես դու։ Որոշել ես ինչ լավ, արի չասենք երազանքներ, որոշել ես ինչ ես դառնալու, երբ ավելի մեծանաս։ Շարունակելու ես հենց այս մարզաձևով, թե Շարունակել եմ ես մարզած։ Ինչ։ Շարունակելու ես։ Գնալու ես, այսինքն աշխարհի չեմպիոն, մինչև հնգակի չեմպիոն, ինչու ոչ։ Տասակի չեմպիոն ես պատրաստ եմ նաև ասել։ Իսկ դու Գրիգոր։ Ես ուզում եմ դառնալ մարզիչ։ Մարզիչ։ Այո։ Սենսեի պես։ Գրիգորի պատասխանները միայն ինձ է, որ սենց ապշեցնում է։ Մի հատ առաջին հարցի պատասխանը հիշի իմ անձնական վախերի դեմ եմ ես պայքարում, եւ երկրորդը ուզում եմ դառնալ մարզիչ։ Տես ինքը արդեն գնաց, չեմպիոնները դարձավ, հետ Հիմա արդեն մարզիչ է դարձել։ Մեծացավ, նստեց, հասկացավ, սովորեց մարզիչ դարձավ։ Անդարտությունը, այս լրջությունը իրենցից ոնց է գալիս։ Իրանց մարզիչը նույնպես մարզվել է, իմ սանն է եղել Արաքսե Մարկոյան, որ հիմա մարզում է Գավառում ու բազմաթիվ սաներ ունեն։ Եղարքունիքի մարզում շատ ուժեղ զարգացած մարզադպրոցներ ունենք։ Նրանք մարզվում են այնտեղ, տարվա մեջ մի քանի անգամ մարզում սեմինարների մասնակցում, բոլոր առաջնություններին եւ որակավորման քննություններին։ Այդ որակավորման քննությունների ընթացքում նրանք ոչ միայն ֆիզիկական հարթության վրա են քննություն հանձնում, այլ դա նույնիսկ փիլիսոփայության դասեր։ Այնտեղ են շատ կարևոր դասեր կա ճշմարտության մասին, որակի քանակի, ձև, զարգացում, բովանդակություն։ Դրանք սա իրանք պետքա սովորեն, որպեսզի կարատեի վարպետը սև գոտի երբ որ արդեն դառնում է, նրանք պետքա իրենց ճանապարհը հասնել կատարելության, որը որ անհնար է։ Բայց խնդիրը դա է։ Դե մեծ կամք Նարեկ ինչ հարցի։ Նարեկին էլ անպայման հարցնենք։ Նարեկ, այս բարագայում երազանքի չէ, նպատակի մասին։ Ես նպատակ ունեմ նաև դառնալ Եվրոպայի չեմպիոն եւ միջազգային չեմպիոն եւ նույնպես իմ կարիերան շարունակեմ։ Նարեկ, իսկ դպրոցում լավ ես, ներողություն, դպրոցում լավ ես սովորում։ Նոր մոտ։ Բայց ամեն դեպքում 3 տել կրթությանը տալիս եք, չէ՞, այն տեղը, կարևոր տեղը, որտեղ մեզ պետք է նաև խելացի սպորտսմեններ, չէ՞։ Համամիտեք, չէ՞։ Այդ ամեն ինչը հետևում է նաև սպորտ դահլիճներում։ Նրանք չեն կարող ված սովորեն։ Դա արդեն մենք հասկացանք, թե ինչ կարևոր են ոչ միայն մարզումները, այլ նաև կարևոր են հենց ձեր դպրոցում անցած ճանապարհը։ Առաջիկայում ինչ առաջնությունների եք պատրաստվում մասնակցել։ Նոյեմբերի 14-ից 15-ը կմեկնենք Թբիլիսի, որտեղ կանցկացնենք տարվա վերջին մրցաշարը Կովկասի առաջնություն, եւ դեկտեմբերի 7-ին ունեն որակավորման քննությունները այստեղ հենց Երևանում, որ տարեվերջը եզրափակենք տարվա լավագույն 10 մարզիկների պարգևատրումով։ Հրաշալի։ Իսկ վերջում որպես ֆեդերացիայի նախագահ, բոլոր այն մարդիկ, ովքեր որ մի օր կուզենան զբաղվել այս մարզաձևով, մարտարվեստով, ինչ խորհուրդ կտաք։ Խորհուրդ կտամ, որ բոլորը աղջիկ եւ տղա, անկախ ամեն ինչից մարզվեն ամենատարբեր մարտարվեստներով։ Ես ամբիցիաներ չեմ տեսնում, երբեք չեմ ասում հենց եկեք մեր մոտ։ Ամենատարբեր մարտարվեստներով, բայց ամենակարևորը ծնողներին խորհուրդ կտամ ընտրել ճիշտ մարզիչ, ճիշտ ոչ թե մարզիչ, այլ մանկավարժ մարզիչ, որը կդաստիարակի ճիշտ ձեր երեխաներին, որովհետև հայ տղամարդը չի կարա թույլ լինի ու իրավունք չունի։ Պետք է լինի եւ մտավոր զարգացած եւ ֆիզիկապես։ Գիտեք, մի բան եմ ուզում ավելացնել, մենք ընդհանրապես շատ հյուրեր ենք ունենում, ովքեր որ աշխատում են հենց երեխաների հետ, ու ես բոլորից ամենակարևոր բանը, որ ստանում եմ, տպավորությունն է, որ երեխաներին եւ չեն կտրում իրենց մանկությունից,
երեխաները եւ ունենում են մանկություն եւ նաեւ այդ կարեւոր ճիշտ դաստիարակչական կետերը, որոնք որ պետք են հետո ավելի հասուն տարիքում ճիշտ մարդ ձևավորելու համար, այդ բոլոր այդ կետերը ապահովում են ու ինձ թվում է, որ բոլոր այն այդ հիմքերը, որոնք որ պետք են, դուք դնում եք երեխաների մեջ, ի վերջո մենք երեխաներից ասենք, բայց Նարեկ, ձեր տարիքը կասեք 14 14, բայց ընդհանրապես ես 27 կասեի, գիտես։ 14 տարեկան։ Այլ է լրջությունը։ Անկեղծ եմ ասում, Խաչիկ ընդհանրապես 31 է երևում։ Գրիգորը ներողություն, չէ, կատակ եմ անում։ Գրիգոր, իրականում մենք շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, որ ունենք եւ ապագա աշխարհի չեմպիոններ, ովքեր արդեն աշխարհի չեմպիոններ են, բայց ավելի հասուն տարիքում եւ իհարկե Նարեկ ջան, հանձինս ձեզ։ Ես Նարեկին մի հարցնեմ ավետ, եթե դեմ չես։ Ես ընդհանրապես դեմ չեմ, խնդրեմ։ Նարեկ, ազնիվ եւ անկեղծ է սա եղել է այս շրջանում քո կարիերայի ընթացքում սպորտային։ Ինչ որ մի պահ, որ հուսահատվել ես եւ մտածել, որ ել չեմ ուզում շարունակել։ Անկեղծ ասած, այդպես դեպք չի եղել, որովհետեւ ես եթե նպատակ դնեմ, պիտի անպայման հասնեմ իմ նպատակին։ Դու այդ տեսակ մարդ ես։ Ահա, հրաշալի է։ Դե արի Գրիգորին էլ հարցնենք, ինչ պակաս մեծ տղա է, որ Ընդհանրապես բարդ հարցիկ չէ իր համար։ Չէ, բարդ չի, ընդհանրապես Գրիգոր, եղել է, որ պարապմունքների ընթացքում, պարապմունքներից հետո զգաս, որ չեմ ուզում էլ շարունակեմ, վերջ։ Չես ուսահատվել, չես ընկճվել։ Իսկ դու, Խաչիկ, օքեյ, բան, այսպեսի։ Անկեղծ պատասխանեք։ Լավ, անկեղծ, եկեք պատկերացնենք, որ իսկապես Սենսեյ է այստեղ չի։ Դե լավ, մենք արդեն ամեն ինչ հասկացել ենք, ձեզ իսկապես մաղթում ենք մեծ հաջողություններ, երեխաներին մեծ հաջողություններ, սկսած այսօրվանից լավ օր, դրական օր։ Եվ նոր հաղթանակներ։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ սկսեցիք ձեր առավոտը։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք, իհարկե կշարունակենք կրկին գովազդից հետո։ Այո, գովազդ մեր եթերում։